Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը։ Այս տարի այն մեկնարկեց մարտի 3-ից տևեց 48 օր բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության Զատկի տոնի նախօրեն։ Տարածված կարծիք կա, թե պահքը սոսկ դիետա է նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար։ Պահքին գրեթե 8 տարի խիստ հետևող Կապանի բնակիչ Սիրանուշ Վարդանյանը զրկանքի այդ շրջանին չի վերաբերվում միայն որպես սննդակարգի որոշակի փոփոխության, այն ավելին է պետք է նպաստի մեր հոգևոր աճին։ Առաջին անգամ, երբ որ որոշեցի պահքը պահել, թվում էր, թե կարող է դժվար լինել, բայց ասեմ, որ երբ որ սկսում ես, ինքը երբ Աստված ուժ է տալիս, որևէ ինչ-որ դժվարություն չի լինում, ասենք ամեն անգամ նույնիսկ պետք էլ չի լինում հիշել, որ այս պիտի չուտեմ, այս պահկեր, այդքան դժվար չի, որ սկսում ես պահվում է։ Ավելի դժվար է այն, որ պահքի ժամանակ նաև այդ հոգևոր մաքրությունը պիտի լինի, պիտի չզայրանաս, պիտի վատ խոսքեր չասես, պիտի ներես դիմացինին։ Ինքը ավելի շատ այդ խորհուրդն է քեզ ինչ-որ բանից հետ պահելու, կարող է լինի մի ինչ-որ բան, որ դու շատ սիրում ես, բայց կամ քեզ դրսևորում այդ չանել, որպեսզի նորոգվես, որպեսզի այդ խորհրդին արժանանաս։ Սխալ է այն տեսակետը, թե պահքի ընթացքում ուրախանալ չի կարելի, այն հենց հոգևոր ուրախության շրջան է։ Այստեղ հարց է ծագում, մենք ինչին ենք կարևորություն տալիս սեղանին մատուցվող սննդի առատությանը, թե հոգևոր աճին։ Եթե այս վերջինը չունենանք, այն կվերածվի դիետայի, որը ոչինչ չի փոխի մեր կյանքում, ասում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ինչ եմ ասում, մարդը եթե աղոթք չունի, այսինքն պահք առանց աղոթքի լինում է անիմաստ, որովհետև դու եթե մի բան ես քեզ զրկում, քեզ մի բան պետք է մի բանով լրացնես, չէ՞։ Այդ աղոթքն է, որ քեզ այդ հոգևոր սնունդն է տալիս, որովհետեւ դու ուժեղանաս եւ կարողանաս շարունակես քո կյանքը։ Սիրանուշն ասում է, ինքը պահքը չի դիտարկում նաև մեղքերից ազատվելու միջոց։ Երբ մենք մեղքերի մասին ենք խոսում, ասենք մենք մեր սովորական մահկանացուներից ինչ խոսենք, եթե նարեկացին ասում է, որ մենք մեղքերս այնքան է, որ եթե բոլոր ծովերը թանակ դառնային, ցամաքն էլ թուղթ չէր բավականեցրի, որ ես իմ մեղքերը գրի առնեմ, այսինքն մենք ինչի մասին կարող ենք խոսել։ Հոգևոր առողջացումից բացի սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը կարևորում է պահքը բժշկական տեսանկյունից, պնդելով այն նաև խիստ օգտակար է։ Բջջանյութով, հակաօքսիդանտներով հարուստ սնունդը օգնում է սիրտանոթային հիվանդությունների նվազմանը, ճարպակալման կանխարգելմանը, որոշակի ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանը, ճամփորդներին, ծերերին, երեխաներին, հիվանդներին խորհրդատարվում չպահել պահ։ Պահքը նաև խորհուրդ չի տրվում են մարդկանց, ովքեր հատուկ բժշկական ցուցումներ ունեն, դրանք արդեն բժշկի հսկողությամբ պետք է լինեն կամ ընդհանրապես պահք չպահեն։ Եվ տարածված այն կարծիքին, թե հանրապետության մյուս քաղաքների համեմատ Կապանում քիչ են եկեղեցի այցելում, հետևում տոնացույցին, Տեր-Ավետիքը հակադարձում է մեծ պահքը օրինակ բերելով։ Իրեն շատերն են մոտենում տարաբնույթ հարցեր տալիս, անգամ մանուկների շրջանում է նկատել պահք պահելու սովորությունը։ Ես նեղվում եմ, անկեղծ ասած, իշտե կապանցի չեմ, բայց նեղվում եմ, ասում եմ, ոչ թե հերո են եղել, այլ մարդիկ ամաչել են եւ ուղղորդողը չի եղել։ Մա փառքաս, ասենքն Կապանում, ասենք ամբողջ Սյունիքում ունենք հոգևոր հայրեր, որ մարդիկ սիրով լսում են, ասենք հոգևոր հայրերի, խրատներին, խորտներին եւ այլ։ Հարց են տալիս նաեւ, որ տարիքից կարելի է մարդը պահք պահի։ Տարիքը կապ չունի, եթե մարդը կարողանա, թող անի, եթե չի կարողանա, ավելի լավ չանի։ Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված մեծ պահքը, որը բացվում է ձկով, հավկիթով եւ չամիչով փլավով։ Այս տարի Զատկի տոնը կնշվի ապրիլի 20-ին, որին կնախորդի ճարաքալույցը, այնուհետև պատարագ կմատուցվի։ Կապանում այն կանցկացվի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Վահանավանքի եկեղեցիներում։